Սրագագաթ լեռան վրա ուղիղ կատարին բարձրանում է մի ծառ։ Մեկ հպում և մենավոր ծառը կտավը կենդանություն է առնում, սկսվում է գույների խաղը, ծառը շարժվում է, շնչում, ստեղծելով երկխոսություն անցյալի ու ապագայի միջև։ Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանում նոր կյանք են տվել Հակոբ Կոջոյանի հայտնի կտավին, որը նկարիչը կերտել է 4 տասնամյակ առաջ ու նվիրել մեծանուն գրողին։ Թանգարանի այցելուները նորաստեղծ անիմացիան կարող են դիտել QR կոդի միջոցով։ Զորյանն իր հուշերի գրքում գրում է, որ Արաքիլիսան իր գեղեցկությամբ զարդարելիս է եղել մենավոր ծառը, կամ ինչպես տեղացիք էին ասում, կենտ ծառը։ Եվ ահա Կոջոյանը գալիս էր հենց կենտ ծառը նկարելու, նկարում է բազմաթիվ օրինակներ, բայց երկու օրինակ վերցնում է մեկը իրեն, մեկը նվիրում է Ստեփան Զորյանին։ Մենավոր ծառը մեծ խորհուրդ ուներ Զորյանի համար, ասում էր, որ այն նման է մեր ժողովրդին, նման է եւ մենակ մարդու, որ ապրում է բնության մեջ, պայքարում է արհավիրքների, դժվարությունների դեմ։ Անիմացիայում պահպանվել են Կոջոյանի գծային ու գունային լուծումները, փորձել են չփոխել բնօրինակի միջավայրն ու տրամադրությունը, ընդամենը արդյունացրել են կտավը, դարձնելով այն կենդանի պատմություն։ Թանգարանում դեռ 2023-ին անիմացրել էին Մարտիրոս Սարյանի վրձնած Ստեփան Զորյանի դիմանկարը, նաև ստեղծել մի կյանքի պատմություն անիմացիոն ֆիլմը։ Ստեփան Զորյանի տուն-թանգարանը իրականացնելով իր բուն առաքելությունը ոչ միայն հանրահռչակում է մեծանուն գրողի գրական հարուստ ժառանգությունը, այլ նաև ներկայացնում է Զորյան գրողին բազմակողմանի, ներկայացնում է Զորյան անհատականությանը, թե ինչպիսին է եղել մեծանուն գրողը, ինչ հարաբերություններ է ունեցել իր մտերիմների հետ, եւ հենց այս նպատակով որոշեցինք այս անգամ իրագործել մի շատ հետաքրքիր ծրագիր։ Թանգարանի գլխավոր նպատակներից է նաեւ, որ այցելուն ոչ թե տարին մեկ անգամ այցելի թանգարան կամ առհասարակ իր կյանքում մեկ անգամ, այլ տարվա մեջ մի քանի անգամ։ Մենավոր ծառը անիմացիան Ստեփան Զորյանի տուն-թանգարանում կցուցադրվի մինչև տարեվերջ։ Մեր սարը չեմ պատկերացնում առանց այդ մենավոր ծառի։ Նա միշտ իմ աչքերի առջև է և իմ մտքում։ Սերինե Սերոբյան լուրերի համար։